Ողջույն եւ բարի գալուսինեթի տաղավար, այսօր իմ զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 3-րդ համարն է, քաղաքագետ Տաթև Զորյանը։ Տաթև, շնորհակալություն, որ ժամանակ գտաք ու եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք կզրուցենք քաղաքական ներկա իրավիճակից ու Հայ ազգային կոնգրեսի ծրագրից ու հենց ծրագրից սկսենք։ Դուք բազմիցս նշել եք, որ գործող խորհրդանական սահմանադրությունը Հայաստանի համար ազգային անվտանգության լուրջ խնդիր է առաջացնում։ Անձնի իշխանության տեսանկյունից ու Հայ ազգային կոնգրեսում առաջարկում է սահմանադրությունը փոխել, ամրագրել կիսանախագահականը որպես մոդել։ Ինչով սա կապահովի, որ իշխանությունների տարանջատումը տեղի ունենա, հատկապես դատական իշխանության։ Տեսեք, կոնգրեսի ծրագրում այո ամենակարևոր կետերից մեկը անցումն է կիսանախագահական կառավարման մոդելին, դա երրորդ հանրապետության սկզբնակետն է, որը իր քաղաքական գործունեության արդյունքներով ապացուցեց, որ իրապես կայուն իշխանության ճյուղերի տարանջատում ապահովող կառավարման համակարգ է։ Իսկ պարլամենտական կառավարման համակարգը, չապահովելով այդ հավասարակշռվածությունը, դարձավ գործող իշխանության ձեռքին, այսպես իր հակով կարված ինչ-որ մի բան, իրականում Հայաստանը վերջին տարիներին գտնվել է բազմաթիվ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների կիզակետում եւ այդ խնդիրները լուծելու համար իրեն պետք է կիսանախագահական կառավարման համակարգ, որպեսզի իշխանության ճյուղերի տարանջատվածությունը ապահովելու պայմաններում կարողանար իրականացնել եւ ապահովել օպերատիվ որոշումների կայացում, այլ ոչ թե պարլամենտը դառնար իշխող վարչապետի ձեռքին գործիք եւ այսպես կոճակ սեղմող ինչ որ համակարգ, որտեղ չկա զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ առհասարակ։ Եվ մենք ունեցանք վարչապետի հակով կարված սուպեր վարչապետության տանող անձնիշխան տոտալիտարիզմի տարեր պարունակող կառավարման համակարգ, որը նման խութեր ունեցող եւ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրի պարագայում իրապես ազգային անվտանգության խնդիր է։ Եվ մեր ծրագրով մենք նախատեսում ենք անցումը կիսանախագահական կառավարման համակարգին, որը կապահովի 3 ճյուղերի տարանջատվածությունը, նախագահի ինստիտուտը չի լինի ձևական, ուղիղ ընտրված նախագահան կունենա երկրի ղեկավարման բոլոր գործառույթները, իսկ վարչապետը կլինի տնտեսական բլոկի իրականացնողը, իսկ պարլամենտը արդեն կլինի անկախ մարմին գործադիրից եւ դատականից եւ կկարողանա պարլամենտարիզմի սկզբունքը զարգացնելով իրապես ապահովել երկրի զարգացումը եւ կառավարումը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Ծրագիրն առաջարկում է նաեւ պետական կառավարման մեջ անցում շնորհապետությանը եւ պաշտոնյայի սուբյեկտիվ որոշումների փոխարինումը անկողմնակալ ալգորիթմելով եւ ինքնաշխատ դրական պատասխանի գործիքով։ Սա մեջբերում արեցի ձեր ծրագրից։ Մի քիչ կբացեք։ Շնորհապետություն տերմինը առաջին նախագահի թարգմանած տերմինն է, մերիտոկրատիա միջազգային բառն է, արժանինքների սկզբունք, որը առաջին նախագահը թարգմանեց որպես շնորհապետություն, շատ հրաշալի տերմին է իրականում, հիմա արդեն այդ անունով երկուսակցություն կա, բայց տերմինի հայաֆիկացման բոլոր իրավունքները պատկանում են մեր քաղաքական ուժին իդեմս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ինչ է մերիտոկրատիան։ Մերիտոկրատիան արժանինքների սկզբունքի հիման վրա կառուցված համակարգ է, կառավարման համակարգ է, իսկ գիտենք, որ ցանկացած պետության գործունակության հիմքը պետական կառավարման համակարգն է։ Եթե պետական կառավարման համակարգում ներգրավված են այնպիսի անձինք, որոնք առաջ են գնում ոչ թե հովանավորչության սկզբունքով, ոչ թե խնամի բարեկամ սկզբունքով, ոչ թե ինչ որ մեկի ծանոթը լինելու սկզբունքով, այլ բացառապես իրենց գիտելիքներով, արժանինքներով, ցուցադրած արդյունքներով, կատարած աշխատանքով կամ ստեղծած հանրային բարիքով, բնականաբար համակարգը լինում է ճկուն, մրցունակ եւ դիմակայող բոլոր տեսակի մարտահրավերներին, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական։ Հետևաբար մենք առաջարկում ենք հենց այս շնորհապետական սկզբունքը ներդնել կառավարման համակարգի հիմքում, հանրային կառավարման public administration կոչվածի հիմքում, որը հաստատ աշխատող է, որովհետև գնահատման ոչ սուբյեկտիվ, ավելի օբյեկտիվ մեխանիզմներ են ներդրվելու, այսինքն չափանիշները, գնահատման կրիտերիաները շատ օբյեկտիվ են լինելու եւ ամեն մարդ ըստ իր դրսեւորած գիտելիքների, ըստ իր դրսեւորած արդյունքների առաջ է գնալու, շարժվելու է կարիերայի առաջընթացի ուղիով եւ դա կապահովի մրցունակություն, կապահովի ավելի կոմպլեմենտար եւ ավելի գիտելիքահեն հանրային կառավարման համակարգ։ Նախորդ ընտրություններին, մասնապես 21-ին, կարծեմ դրանից առաջ Հայ ազգային կոնգրեսը թեև առաջադրվեց,
անգամ 21-ի ընտրությանը առաջին նախագահն էր ակտիվ մասնակցում, բայց դուք չունեցաք ձայներ խորհրդանում, անգամ չմոտեցաք շեմին։ Հիմա ինչ եք փոխել, որ այս անգամ էլ նույն իրավիճակում չհայտնվեք։ Տեսեք, իրականում Հայ ազգային կոնգրեսային քաղաքական ուժը չի, որի կշիռը պայմանավորվելու է տոկոսներով կամ հավաքած ձայներով։ Հայ ազգային կոնգրեսը գաղափարական երրորդ հանրապետության պատմության մեջ բացառիկ գաղափարական քաղաքական ուժն է եւ այսպես սուբյեկտիվ կարծիք ասած չեմ լինի, եթե ասեմ, որ կա Հայ ազգային կոնգրես, ՀՇ-ի իրավահաջորդ Հայ ազգային կոնգրես, որը խաղաղության արժանապատիվ խաղաղության, ռացիոնալիզմի, բանականության ջահագիրն է մեր երկրում, երրորդ հանրապետությունում եւ կան պատերազմական կուսակցության այդ պատերազմի գաղափարաբանության մեջ տեղավորվող պատերազմականները կամ պատերազմի կուսակցությունները, ես ինչի եմ ասում պատերազմականները, որովհետեւ դա ուղղակի սուբյեկտիվ գնահատական չի կամ պիտակավորում չի, վերջիններս տարբեր ժամանակահատվածներում լինելով իշխանության, մաս կազմելով իշխանության, իրենց դրսևորած քաղաքական գործունեության արդյունքներով են ապացուցել, որ պատերազմականներին եւ պատերազմի բնականաբար վերջիններիս կուսակցությունները եւս պատերազմականներ են եղել, իսկ արդեն գագաթնակետը Նիկոլ Փաշինյանն էր իր ՔՊ-ով, իր խմբակով, որը նույնիսկ կայացած ինստիտուցիոնալ կառույցել չի, ՔՊ-ն լինելով արդեն 8 տարի իշխանության, նրանք նույնիսկ կայացած ինստիտուցիոնալ կուսակցություն կամ քաղաքական կազմակերպություն որպես այդպեսին չկարողացան ձևավորել կամ ստեղծել։ Գաղափարաբանական առումով, այո, Հայ ազգային կոնգրեսը միակ գաղափարական կուսակցությունն է, որը միշտ ճշմարտությունն է ասել իր ժողովրդին, պետականություն ստեղծած, պետություն ստեղծած քաղաքական ուժն է եւ ամեն անգամ քաղաքական հայտ ներկայացնելով մենք նախ եւ առաջ փորձում ենք մեր իսկ կողմից ստեղծված եւ հիմնադրված պետականության պահպանման այդ կարեւոր խնդիրը լուծել, իսկ փոխել ենք այն, որ մենք շարունակում ենք առավել բաց խոսել քաղաքացիների հետ, առավել մաչելի, առավել հասանելի լեզվով, որովհետեւ մեզ միշտ մեղադրում են, որ մենք բարդ եւ անհասկանալի կոմունիկացիա ունենք մեր ընտրողի հետ եւ մեր այդ թիրախը ամբողջ էլեկտորատը չի, հիմա մենք խոսում ենք բոլորին հասանելի լեզվով, շատ պարզ լեզվով ու հուսանք, որ այս անգամ մեր մեսիջները իսկապես տեղ են հասնելու, որովհետև այս ընտրությունները թե 21-ի, թե 26-ի, բայց սա առավել եւս էգզիստենցիալ նշանակություն ունեցող ընտրություններ են, գոյաբանական նշանակություն ունեցող ընտրություններ են։ Խոսույթը ինչ է ասում Ադրբեջանի հետ հարաբերություններում խաղաղության մասին։ Պատրաստ եք շարունակել TRIP-ի ծրագիրը, շարունակել այն ամենը, ինչ սկսել է Նիկոլ Փաշինյանը, եթե անցնեք խորհրդարան ու ունենանք մեծամասնություն։ Պատրաստ չենք շարունակել այն ամենը, ինչ սկսել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանի սկսածը սուբյեկտայնության կորստի տանող քաղաքականություն է, նա անշեղ քայլերով տանում է Հայաստանը սուբյեկտայնության կորստի։ Բնականաբար մենք սկսելու ենք մեր քաղաքականությունը մոտիվացիան ունենալով ինքնիշխան խաղաղությունը, ինքնիշխան խաղաղության ձգտումը, ինչ է ինքնիշխան խաղաղությունը։ Երկիր կամուրջ կոնցեպտն ենք մենք առաջարկում, երկիր կամուրջ դա այն կոնցեպտն է, երբ Հայաստանը դադարում է լինել մանրադրամ կամ խաղաքարտ գերտերությունների հակամարտության կիզակետում։ Ինչ ունենք մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի եւ Եվրոպական միության հակամարտության թատերաբեմ ենք մենք դարձել, այդ պրոքսի պատերազմի թատերաբեմն ենք մենք դարձել, իսկ դա հղի է Հայաստանի սուբյեկտանության կորստի լուրջ վտանգներով, իսկ երկրի իշխանությունն էլ մի իշխանություն է, որը հանդիսանում է ադրբեջանական օրակարգի կամակատարը սեփական հայրենիքում։ Այս կոնցեպտում ես կուզեի, քանի որ խոսեցիք, մեկ ասեմ, դուք ասում եք պահպանել չեզոքություն եւ վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպական միության, եւ Իրանի, եւ Հնդկաստանի հետ։ Այո։ Տեսեք տպավորությունա, թե աշխարհակաղակական զարգացումներից ծրագիրը շատ հեռված է, որտեղ հավասարապես այս բոլորի հետ հավասար լինել հիմա համենայն դեպս հիմա հնարավոր չէ։ Համենայն դեպս մեր ծրագրում հավասարության մասին խոսք չկա, մեր ծրագրում կա դառնալ երկիր, այնպիսի երկիր, որը գործոն է տարածաշրջանային, որը կարողանում է հավասարակշռել իր պետական շահը բոլոր աշխարհակաղակական խաղացողների հետ։ Իսկ դա հնարավոր է անել դառնալով երկիր կամուրջ։ Դե Փաշինյանն էլ փաստորեն այստեղ գնում է Ռուսաստանների հետներ լեզուա գտնում, գնում է Եվրոպա լեզուա գտնում։ Չէ, լեզու գտնելը, տեսեք, Փաշինյանը երկակի քաղաքականություն է իրականացնում, մի քաղաքականությունը, որը կոչվում է քարոզչություն, ներսի ազգաբնակչության ականջների համար է, եւ մյուս քաղաքականությունը ռեալ քաղաքականություն է, որը ինքը ստիպված է իրականացնել։ Փաշինյանը իրականում վարում է եվրոպամետ քաղաքականություն, բայց դա ոչ թե եվրոպամետ
քաղաքականություն է, այլ նա նեղացած լինելով Ռուսաստանից իրեն նոր սիրող է գտել, չագերտավոր սիրող, ցույց է տալիս, որ եթե դու ինձ չես սիրում, ինձ այլ սիրողներ կան, բայց այդ սիրո հիմքում որևէ լուրջ բան չկա, ոչ իրավաքաղաքական մեխանիզմներ կան, ոչ թղթի վրա ամրագրված ինչ-որ համաձայնագրեր կան, պարտավորվածություններ կան, ոչ տնտեսական երաշխիքներ կան, ոչ մի բան չկա։ Իսկ փաստը մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր թելերով դեռևս շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ։ Տնտեսական թելերով, ռազմական, անվտանգային, միայն էներգակիրների գինը, իդեպ Հայաստանի Հանրապետությունը միակն է, որը այդքան ցածր եւ մաչելի գնով է էներգակիրներ ստանում Ռուսաստանի Դաշնությունից։ Դուք պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ գինը, գազի, մեզ մատակարարվող գազի գինը շեշտակի ավելանա, դա բնականաբար սոցիալական ճգնաժամ է հարուցելու երկրի ներսում, դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ Հայ ազգային կոնգրեսը թե իր իշխանության եղած տարիներին, թե հիմա էլ վստահ է, որ հնարավոր է սուբյեկտայնությունը պահելով կոմպլեմենտար քաղաքականություն վարել բոլոր խաղացողների հետ, թե տարածաշրջանային խաղացողների, թե արտատարածաշրջանային խաղացողների հետ։ Իսկ դրա իրականացման լավագույն ճանապարհը թրիփին ի հակադրություն, որը ակցիանի մեջ է մեզ դնելու տնտեսական քաղաքական առումով եւ իրականում դա հակաիրանական, հակառուսական գործիք է, թրիփը Ամերիկայի կողմից ներդրված, Արևմուտքի կողմից ներդրված հակաիրանական եւ հակառուսաստանյան գործիք է։ Այո, հակառուսաստանյան գործիք է, ոչ պատերազմի չի տանի, որովհետև եթե դու սուբյեկտայնության դիրքերից ես հանդես գալի եւ կարողանում ես բանակցել, եթե դու ունես առաջարկելու բան ու կարողանում ես հավասարակշռել բոլոր խաղացողների շահերը ու բոլորին տալու կամ առաջարկելու բան ունես, չվնասելով քո սեփական ազգային շահը, բնականաբար որևէ պատերազմի մասին խոսք լինել չի կարող։ Դա Նիկոլ Փաշինյանի ագիտացիան է, որ ասում է, եթե ինձ չընտրեք կամ եթե սա չլինի, ուրեմն պատերազմ կլինի։ Էլ ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե ինչ-որ անձից է այն կախված կամ ինչ-որ համաձայնություն, ընդ որում թղթի վրա չեղած ոչ առարկայական համաձայնություն չեղարկելուց է կախված, բնականաբար դա абսուրդ է, թե քաղաքական առումով, թե մարդկային բանականության տեսանկյունից ուղղակի абսուրդ է։ Ոնց է լինում, օրինակ մեր առաջարկած լավագույն գործիքը, որը ռեալ իրականացվելիք ծրագիր է, խելամիտ ուղի է, հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է, որը հավասարակշռելու է տարածաշրջանային խաղացողների եւ արտատարածաշրջանային խաղացողների բոլոր իրական շահերը։ Իսկ թրիփը հակաիրանական ծրագիր լինելով եւ հակառուսաստանյան ծրագիր լինելով, բնականաբար կտրելու է մեր կապերը մեր միակ կենսական հարևանի Իրանի հետ։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում, եթե Հայաստանը իր հիմնական կենսական հարևանի հետ չունենա կայուն հարաբերություններ կամ կտրվի կապը վերջինիս հետ։ Մենք ակցիանի մեջ ենք հայտնվելու դեմ հանդիման Թուրքիայի եւ Ադրբեջանի, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակադրվածությունը ամենևին խաղաղությունը չէ մեզ հետ, նրանց օրակարգը Հայաստանի խաղաղություն հաստատելը չէ, նրանց օրակարգը սեփական շահը մինչև վերջ տանելն է, բայց ու քանի որ ունեն Հայաստանում իրենց օրակարգը սպասարկող լաքեյ, բնականաբար մինչև վերջ օգտվելու են այդ պատմական ընձեռված հնարավորությունից, որի մասին երազում էին 90-ականներին, բայց այդպես էլ այդ հնարավորությունը չունեցան, քանի որ երկիրը ղեկավարում էին պետականամետ եւ պետության շահով առաջնորդվող մարդիկ։ Պատերազմի կուսակցություններ։ Նիկոլ Փաշինյանին, չէ, մինչև այդ ասացիք, որ պատերազմի կուսակցություններ են եղել 98 թվականի պալատական հեղաշրջումից հետո իշխանության եկած բոլոր վարչախմբերը։ Այո, պատերազմի կուսակցություններ էին, որովհետև ոչ մի առարկայական քայլ չարեցին Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, ի վերջո հանգեցրին 44-օրյա աղետալի պատերազմի, 3000-ամյա հայկական հողը կորսվեց, պատմության մեջ առաջին անգամ 3000-ամյա հայկական Արցախը այլևս հայկական չի, ու ցավով եմ ասում, կարծում եմ, որ երբեք էլ հայկական այլևս չի լինելու։ Պատերազմական կուսակցություններ էին մեզ ղեկավարում 98-ի պալատական հեղաշրջումից հետո, ու դա ոչ միայն իշխանափոխություն էր, դասական կլասիկ իմաստով դա իշխանափոխություն չէր, իշխանությունը ինչ որ մի անձից չփոխանցվեց մեկ այլ անձի, դա իրականում կոնցեպտուալ հեղափոխություն էր, գաղափարաբանական հեղափոխություն էր, խաղաղության դարաշրջանին փոխարինելու եկավ պատերազմի դարաշրջանը, բանականությանը փոխարինելու եկավ արկածախնդրությունը, ռացիոնալ հաշվարկված եւ պետականակենտրոն մոտեցմանը փոխարինելու եկավ ավանտյուրիզմը եւ պետական շահը շատ կոպիտ ձևով վնասելու այդ մոտեցումը։ Ու արդյունքը մենք տեսանք։ Այդ տրիպի մասով հասկացանք, չեղարկեք, բայց ինձ հետեւք է Ադրբեջանի հետ հիմա Հայաստանը անցել է ուղիղ երկխոսությունների տարբերակին։ Երրորդ ուժի բացառման կանոնին է անցել թերևս հիմա։ Այս մասով ինչ եք նախատեսում։ Օրինակ ես
կարդում էի ուժեղ Հայաստանի ծրագիրը, այնտեղ ասում էր, որ մեզ պետք են լավ երաշխավորներ, ինչքան շատ այնքան լավ։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Տեսեք, երաշխավոր ասվածը քաղաքականության մեջ շատ հարաբերական է։ Օրինակ Արցախյան հակամարտության լուծման իրավաքաղաքական ատյանը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, որը երաշխավոր էր, ինքնին երաշխավոր էր, երաշխավորող միջնորդ ատյան էր, եւ եթե լուծվեր խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանալու էր տվյալ խաղաղությունը երաշխավորող մարմին։ Բայց քանի որ դա չեղավ ու համակարգը փլուզվեց, ատյանը փլուզվեց, քանի որ Պրահայի համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը ուղղակի դե ֆակտո եւ դե յուրե Արցախը հանձնեց Ադրբեջանին, բնականաբար հիմա երաշխավորների կարիք այլևս չկան ու ուղղակի երկխոսության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, բայց դա երկխոսություն չէ հավասարը հավասարի հետ։ Դա հավասարը հավասարի հետ երկխոսություն չի, որի նպատակը խաղաղություն հաստատելը չի, կամ սեփական շահերը առաջ տանելու երկխոսություն չի, կամ ինչ-որ մի բան զիջել հանուն մեկ այլ բան ձեռք բերելու խոսություն չի։ Դա պարտվածի, կապիտուլյացիայի ենթարկվածի խոսույթն է իրեն հաղթողի հետ ու բնականաբար խաղի կանոններ թելադրողը Ադրբեջանն է։ Բնականաբար Ադրբեջանն է։ Իսկ նման երկխոսել թե երկխոսել երաշխավորի հետ։ Երաշխավորի միջոցով։ Երաշխավորի միջոցով երկխոսելու հնարավորություն առայժմ մենք չունենք։ Որովհետև էլի եմ ասում, եթե Նիկոլ Փաշինյանը Պրահայով Արցախը դե ֆակտո եւ դե յուրե չանցներ Ադրբեջանին, մենք ունենք դեռևս Արցախի Դենտեղ Ռուսաստանն է կար այդ Պրահայից առաջ Ռուսաստանը Ադրբեջանը գերակոմ համաձայնություն էր, հետո Պրահայից հետո եղել է Ռուսաստանը ասում է ամենը ներկայացրել է իր գործընկերներին։ Remedial cessation անջատում հանուն փրկության այդ դոկտրինը մի պահ առաջ քաշվեց, եթե կհիշեք, Արցախի կարգավիճակի հարցը ռուսները առաջարկում էին թողնել բանակցությունների երկրորդ փուլին։ Բայց Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով, նա ուղղակի եվրոպական կարգավորման ուղին նախընտրեց, փաթեթով հարցը միանգամից լուծեց դե ֆակտո դե յուրե բոլոր իրավաքաղաքական մեխանիզմները հանձնելով Ադրբեջանի ձեռքը։ Հիմա Ադրբեջանի հետ երկխոսությունը հավասարը հավասարի դիրքերից պետքա լինի։ Առնվազն սուբյեկտայնության բավարար աստիճան ունեցող երկրի մակարդակով պետքա ուղղակի երկխոսությունը լինի։ Իսկ հիմա Ադրբեջանի հետ երկխոսությունը դա երկխոսություն չի, դա պարտվածի կողմից իրեն հաղթողի կամքը կատարելու այդ անընդհատ, ես դա համարում եմ մի անգամ էլ իմ հարցազրույցներից մեկում ասացի, չընդհատվող կապիտուլյացիայի գործընթացն է։ Անընդհատ տարբեր արարներով տեսնում ենք չընդհատվող կապիտուլյացիա։ Երկու հարց ու այդքանով սահմանափակվենք։ Դուք խիստ քննադատեցիք, ես ձեր հարցազրույցներին նայում, խիստ քննադատել եք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր հայտարարությունների համար։ Բայց ի հակադրություն սրան մենք ունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Փաշինյանի հետ ինքնին աջակցություն հայտնեց ու նույնիսկ խնդրեց, որ հնարություն տան մասնակցել տարբեր ուժերին, ռուսամետ ուժերին։ Սա չի նշանակում խառնվել երրորդ երկրի կողմից մեր ներքին քաղաքական գործընթացներին։ Ես գրառում եի արել այդ թեմայով Մակրոնի հայտարարությունից հետո, Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո եմ արել գրառում, բնականաբար Մակրոնի հայտարարությունը, տեսեք, միջազգային հարաբերություններում դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում դրսևորեց աշխարհաքաղաքական խաղացողի ղեկավարը, խաղացող երկրի ղեկավարը։ Խոսք են հայտարարության մասին, որ ասեց 8 տարի առաջ ոչ մեկ այստեղ չէր գա Հայաստան։ Ասաց, որ եղել է Ռուսաստանի արբանյակը եւ ես աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Արևմտյան խոսույթում, արևմտյան չինովնիկների, բյուրոկրատների խոսույթներում մենք շատ ենք լսել, որ իրենք աջակցում են օրինակ այս կամ այն երկրի լավ, ասենք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործընթացը, ընտրական ինստիտուտի թափանցիկության գործընթացը, այսինքն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ամրապնդման գործընթացը։ Նման խոսույթներ բազմիցս լսել ենք ու դա նորմալ է, էթիկայի կանոններով ընդունելի է, բայց երբ որ շատ հզոր երկրի ղեկավարը քո երկրի ներսում Օրը ցերեկով հայտարարում է, որ աջակցում է տվյալ անձին ու ընտրություններից մեկ ամիս առաջ, դա ուղղակի միջամտություն է սուվերեն երկրի ներքին գործերին։ Բնականաբար Մակրոնի հայտարարությանը հետևելու էր Պուտինի հայտարարությունը, դա տրամաբանական է, բանական է, բոլոր առումներով ընդունելի էր, եւ Պուտինը արդեն Հայաստանին դրեց կամ-կամի ընտրության առաջ, կամ շարունակում է եվրոպականացման գործընթացը կամ ընտրում է ԵԱՏՄ-ն։ Սա իրականում աշխարհաքաղաքական վերջնագիր է, այո, հենց վերջնագիր է, եւ ընտրություններից առաջ նման խոսույթով հանդես գալը գերտերության առաջնորդի կողմից նշանակում է, որ վերջինս ընտրությունները դիտարկում է որպես հանրաքվե Հայաստանի ժողովրդի կողմից, շարունակում է Եվրոպայի հետ այդ սիրախաղի ճանապարհը, թե մնում է Ռուսաստանի հետ։
որպեսզի այսուհետ, եթե կարիք լինի որևէ պատժամիջոց կիրառելու, նա դրա բոլոր հիմնավորումները ունենա ասելով, չէ՞ որ դուք եք ընտրել այս ճանապարհը։ Բայց եկեք հաշվի առնենք, որևէ կողմնորոշում փոխելուց առաջ պետքա դրա տակ հիմք ունենալ։ Թիկունքդ պիտի ապահովված լինի։ Առանց թիկունքդ ապահովելու դու չես կարող աշխարհաքաղաքական կենտրոն փոխել կամ մի գերտերության գրկից ընկնել մյուս գերտերության գիրկը։ Ու հետո եկեք մեկընդմիշտ ֆիքսենք մեկ բան։ Քաղաքականության մեջ հավերժ հավատարմություն ու հավատարմության խոստում նման արտահայտություններ չկան, կան անվերջանալի շահեր։ Անվերջանալի շահեր։ Ու եթե մենք վերջի տարիներին, հատկապես պատերազմից հետո անդադար Ռուսաստանին մեղադրում ենք, որ հայկական շահը չի սպասարկել, եկեք մի պահ հասկանանք, արդյոք մենք մեր շահը սպասարկել ենք, արդյոք մեր կողմից ընտրված իշխանությունը հայկական շահը սպասարկել է, Հայաստանի շահը սպասարկել է։ Եթե դու քո բոլոր մեխանիզմները իրավական, քաղաքական, պաշտպանական, անվտանգային, ուղղակի փաթեթով սկուտեղի վրա նվիրում ես թշնամուդ, ու հետո պահանջում ես, որ ինչ որ գերտերություն քո շահը սպասարկի, դա ուղղակի աբսուրդ է, դա ազգային ընկճախտ է, որից մենք պետք է օր առաջ դուրս գանք։ Քաղաքակրթական ճգնաժամ, ընկճախտ։ Մենք ընկճախտի մեջ ենք, եթե մեր բոլոր ձախողումների համար մեղադրում ենք ինչ-որ կենտրոնների։ Նախ ինքներս մեզ եկեք մեղադրենք, նախ հասկանանք մենք որտեղ սխալվեցինք, որն էր մեր մեղքը, սխալվեցինք նրանով, որ ընտրեցինք ավանտյուրիստի, սխալվեցինք նրանով նրա մեջ, որ երկրորդ անգամ հնարավորություն տվեցինք վերջինիս երկիրը ղեկավարելու։ Պատմության մեջ չկա մի դեպք, որ ջախջախիչ պատերազմի երկիրը տարած ղեկավարը երկրորդ անգամ վերընտրվելու հնարավորություն ունենա։ Բայց մեզ մոտ նույնիսկ այդ դասագրքային ճշմարտությունները խախ տվեցին։ Շատ բարի, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես շնորհակալ եմ հրավիրելու համար։ Իմ զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի 3-րդ համարն էր, քաղաքագետ Տաթև Զորյանը, շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։